Թրամփը Բարաք Օբաման չէ եւ պետք է հասկանալ, եթե շարունակեք սպանել ձեր սեփական ժողովրդին, որը պահանջում է ավելի լավ կյանք, Թրամփը կսպանի ձեզ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ սենատոր Լինսի Գրեմը, դիմելով Իրանի իշխանություններին։ Իրանում փոփոխություններ են տեղի ունենում, դա կլինի Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենամեծ փոփոխությունը, որը նպատակ ունի ազատվել այս նացիստական ռեժիմից։ Իրանի ժողովրդի համար օգնությունը ճանապարհին է։ Մենք բոլորս ականատես ենք լինում աշխարհի եւ մեր տարածաշրջանի արչեւ ծառացած լուրջ սպառնալիքների։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունն է։ Հորիզոնում ի հայտ են գալիս էներգետիկ ռեսուրսների համար նոր եւ շատ ագրեսիվ մրցակցություն։ Արևմտյան աշխարհը աստիճանաբար կորցնում այն փաստարկները, որոնք տարիներ շարունակ օգտագործել է այլ երկրներին սպառնալու համար։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցությունների վերսկսման համար ներկայումս բարենպաստ պայմաններ չկան, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։ Առաքչին ընդգծել է, որ Իրանը երբեք չի մերժել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը, սակայն վերջինս պետք է վարվի հարգանքով եւ փոխադարձ շահերի հաշվառմամբ, ինչին Սպիտակ տունը ներկայումս չի ձգտում։ Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին նախատեսում է զրույց ունենալ Ռուսաստանի նախագահի հետ։ Ներկայումս աշխատանքներ են տարվում այդ շփումը վերսկսելու ուղղությամբ, ասել է նա։